Բրայլյան այբուբենը ստեղծել է ֆրանսիացի Բրայլը չտեսնող մարդկանց համար։ Հայաստանում բազմաթիվ գրքեր են հրատարակվել Բրայլյան այբուբենով և հայ գրողների և համաշխարհային դասականների։ Հայաստանում և անցյալում և մինչև այժմ հրատարակվում է Բրայլյան այբուբենով ամսագիր։ Վերջերս իմ մի քանի ստեղծագործություններ տպագրվել էին այդ ամսագրում, երբ ծանոթացա հրատարակչի հետ Թելման Բոյաջյանի։ Զարմանալին մի բան էր, որ մարդը զրոյական տեսողությամբ 60 տարի աշխատում էր այդ նույն հաստատությունում։ Վերջերս այդ ամսագրի տպաքանակը կամաց-կամաց փոքրանում է, բայց պատճառը նա չի, որ մարդիկ սկսել են ավելի լավ տեսնել։ Պարզապես այժմ վատ տեսնող կամ չտեսնող մարդիկ ավելի շատ սկսել են օգտվել տեխնիկական միջոցներից, YouTube-ից և այլ տեխնիկական սարքերից։